Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցելու եմ Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Բաբաջանյան, Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը Շոյգուն եւ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը տարբեր հարցեր են քննարկվել, ի թիվս այդ հարցերի Շոյգուն հետեւյալ ընդգծումն է արել իր խոսքում, նշելով, որ Կովկասում տիրող իրավիճակը մշտապես ուշադրություն եւ խորհրդակցություններ է պահանջում իրենց կողմից, դեռևս չբացված կոնտեքստում ինչ է սա նշանակում, դուք ոնց եք հասկանում։ Տեղի ունենալու նաեւ Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան ձևաչափով անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպում հստակ է, որ Ռուսաստանը գնալով ավելի ու ավելի նշմարում եւ իր մաշկի վրա է զգում այն կորուստները, որ պատճառվում են իրեն, մենք չպիտի մոռանանք, որ սա այն նույն Շոյգուն է, որ 20 թվականի պատերազմում լինելով Ռուսաստանի պաշտպանության նախարար հայտարարում էր, որ իրենք փայլուն օպերացիա են իրականացրել Թուրքիայի հետ Ղարաբաղում։ Չպիտի մոռանանք նաև, որ վերջերս նաև ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահը հարցազրույցներից մեկում ակնարկով ասաց, որ 20 թվականի պատերազմում ըստ էության ռազմավարական դաշնակիցը մեզ մոլորեցնող տեղեկություններ է տրամադրել եւ պատերազմի առաջին անհաջողությունները մեծապես պայմանավորված են եղել դրանով։ Շոյգուն այդ մոլորեցնող տեղեկությունները տրամադրող գերատեսչության ղեկավարն է եղել։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ Ռուսաստանին որքան հեռու պահենք մեր տարածաշրջանից եւ մեր քաղաքական ու արտաքին քաղաքական իրողություններից, անվտանգային հարցերից այնքան լավ, որովհետև խաղաղությունը, որին մենք այսքան նպատակադրված ենք եւ խաղաղության այն գործընթացը, որը մեծապես այս պահին բխում է օգոստոսի 8-ի համաձայնություններից, ուղղակի անհամատեղելի է Ռուսաստանի հետ։ Եթե մենք իրապես մտածում ենք տարածաշրջանում խաղաղություն, կայունություն, բարեկեցություն բերել, այդտեղ չի կարող Ռուսաստանը ներկա լինել։ Որտեղ Ռուսաստան, այնտեղ ավերածություններ, պատերազմ, մշտական կոնֆլիկտ։ Եվ Ռուսաստանը ի վիճակի չի եղել նաև նոյեմբերի 9-ի փաստաթղթով եւ դրան հաջորդած իրադարձություններով ապացուցված է մոդերատոր լինել, այնպիսի միջնորդ լինել, որ գոնե ձեռք բերված պայմանավորվածությունները կարողանանք կատարված համարել։ 9 կետերը նոյեմբերի 9-ի համաձայնության դրանցից որևէ մեկը իրագործված չէ, մինչև հիմա մենք գերիներ ունենք Բաքվում եւ Արցախը որպես այդպեսին այլևս չկա, իսկ ռուսները պարտավորվել էին իրենց այսպես կոչված խաղաղապահներով, իդեպ նրանց ժամկետը հիմա նոր պիտի նոյեմբերի 9-ին դրանար, պիտի մեր ժողովրդի անվտանգությունը ապահովեին մեր հայրենակիցների։ Ոչինչ չեն արել, ինչ կա ռուսների հետ խոսելու եւ ինչի համար ենք մենք Ռուսաստանում խոսում Կովկասի կամ Հարավային Կովկասի անվտանգության հարցերի մասին։ Մինչդեռ առաջիկա բայց հենց այդ ԱՊՀ-ի հանդիպման առանցքում խոսակցությունը, որը պետք է վարեն անվտանգության խորհրդի քարտուղարները, հենց նրան է վերաբերում, որ իրենք արձագանքեն միջոցառումներին եւ արևմուտքի գաղափարախոսական էքսպանսիային հակազդեն։ Սա իրենց քննարկման առանցքում է։ Հույս ունեմ, որ դա որևէ պատասխան չի ակնկալվի Հայաստանից, որովհետև Հայաստանը իր զարգացման գոնե ուղղությունը թե բանակի, թե տնտեսության եւ թե մեր քաղաքական ապագայի հստակ եւ աներկբա հայտարարել ենք։ Հայաստանը ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ, իսկ արտգործնախարարը վերջերս հայտարարել է, որ անդամակցության դիմումը կարող է առաջիկա միջև տարեվերջ ներկայացվի կամ հաջորդ տարի, այսինքն մենք գնում ենք այդ ուղղությամբ եւ Ռուսաստանի հետ անելիք չկա, առավել եւս եթե իրենք գաղափարական այսպես հակադրման ռեժիմում են ուզում աշխատել։ Հայաստանը պիտի բացառապես հենվի իր շահի վրա եւ պիտի աշխատենք ռուսների հետ այնքան, որքան մեր շահերին կհամապատասխանի այդ օրակարգը։ Մենք պիտի աշխատենք բոլորի հետ, մենք պիտի դիվերսիֆիկացնենք մեր շփումները արաբական աշխարհի, Հնդկաստանի, Միացյալ Նահանգների, Եվրամիության հետ, Ռուսաստանի հետ, Իրանի հետ,
Մեր հարևանների հետ պիտի ձգտենք հնարավորինս նորմալացնել մեր հարաբերությունները, ինչը չի մտնում ռուսական պլանների մեջ։ Բայց իհարկե պիտի դաշնակցենք այն երկրների հետ, նրանց հետ պիտի ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերություններ հաստատենք, ովքեր մեր պետականության մեջ խնդիր չեն տեսնում։ Իրականում հայ ժողովուրդը գոնե 20 թվականից ի վեր հստակ արձանագրեց, որ ինքը ունի 3 առնվազն ռեգիոնալ հակառակորդ։ Թուրքիան եւ Ադրբեջանը հայ ժողովրդի ֆիզիկական գոյության հակառակորդներն են, Ռուսաստանը մեր պետականության հակառակորդն է։ Ինչ տարբերություն։ Բոլորն էլ մեծ հաշվով մեծ համար հակառակորդ են եւ հավասար հակառակորդներ են։ Ուղղակի հստակ է, որ Հայաստանը պիտի ուղղակի վերաֆորմատավորի եւ վերաիմաստավորի իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները եւ Թուրքիայի հետ, եւ Ադրբեջանի հետ, եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցի ըստ այս իրավիճակին համապատասխան իրողությունների։ Գանք այլ հարցի, պարոն Բաբաջանյան, Իլհամ Ալիևը հայտարարություններ է արել, հենց այդ հայտարարություններից մի քանի շեշտադրմամբ խոսենք։ Ալիևն ասում էր, որ ցարական քարտեզներում չկա Սևան, կա Գյոքչապ։ Իհարկե մեր ընդդիմադիր դաշտում նշվեց, որ Ալիևը հիմա է նկատի ունենում այդ իրողությունը, այսինքն այն, որ Ալիևն ասում է, որ Սևանը հիմա Գյոք չէ։ Առանց նշելու, որ Ալիևի խոսքում հստակ ընդգծվում էր, որ ցարական քարտեզների մասին է խոսքը։ Այդուամենայնիվ, եթե նույնիսկ Ալիևը խոսում է պատմության մասին, ոչ թե ներկայի, արդյոք սա շեղում չէ այն խաղաղության տրամաբանությունից, որին գնում են կողմերը, հայկական եւ ադրբեջանական։ Կարծում եմ, որ ընդհանուր ոգու եւ տրամադրություններին համահունչ չէ, մանավանդ օգոստոսի 8-ից հետո եւ այն հայտարարություններից, որ ինքը Ալիևն է արել Սպիտակ տանը, որ հետքայլ չի լինելու։ Բայց ես կարող եմ ասել մի քանի իրողություններ, որոնք Ալիևին անհանգստացնում են այս պահին։ Կոնգրեսում Ադրբեջանի դեմ այս պահին քննարկվող հանձնաժողովում արտաքին հարաբերությունների կարևոր հարց կա, որը վերաբերում է Ադրբեջանի պարտավորությունները չկատարելու դիմաց իրավական եւ տնտեսական պատասխանատվության մասին։ Նախաձեռնությունը բավական խորը արմատներ ունի եւ կարող է խորը հետևանքներ ունենալ։ Ալիևը շատ լավ գիտի, որ դա բացառապես կոնգրեսականների նախաձեռնություն չէ եւ դրան հավանություն է տվել նաեւ պետքարտուղարությունը եւ դեմ չէ, որ այդ ուրեմն օրենքը դառնա, օրինագիծը դառնա օրենք։ Երկրորդ, Ալիևը շատ անհանգիստ է առաջիկա նոյեմբերի 12-ին Թրամփ կրտսերի այցով Հայաստան։ Բավական տնտեսական նախագծեր կան եւ ինքնին այցը շատ նշանային է։ Դա ցույց է տալիս Թրամփի եւ Միացյալ Նահանգների հետևողականությունը, ձեռք բերված երկկողմ ձևաչափով պայմանավորվածությունները ավելի խորացնել, ավելի զարգացնել։ Երրորդ, նոյեմբերի 8-ին տեղի ունենալու Կենտրոնական Ասիայի 5 պետությունների եւ Միացյալ Նահանգների նախագահի հանդիպումը։ Այս հանդիպումը հնարավոր է եղել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործարքից հետո, որտեղ միջին միջանցքը կյանքի կկոչվի այս խաղաղության հաստատումից հետո։ Ադրբեջանը ցանկանում էր, որպեսզի ինքն էլ ներկա լիներ, որպես առանձին խաղացող, որտեղ ինքը առանցքային դեր ունի, նշանակություն ունի։ Միացյալ Նահանգները կարծես համաձայն չէ այդ դերակատարության հետ եւ Ադրբեջանին այդքան մեծ նշանակություն տալու հանգամանքի հետ։ Եվ վերջերս Պուտինի հետ այս մերձեցման այս որպես նշան պետք է դիտարկել պատմական ցարական հատկապես քարտեզներին նրա արած հղումը։ Արդեն մենք նաև ադրբեջանցի փորձագետներ են Երևանում, նաև Ադրբեջանից արդեն ասել են, որ երբեք մի դիտարկեք այդ հայտարարությունները, որովհետեւ տարածքային պահանջ չեն ենթադրում, բայց ես կարծում եմ, որ Երևանը պետք է Միացյալ Նահանգների հետ աշխատի, որպեսզի ապագայում թույլ չտանք ընդհանրապես այս կարգի նույնիսկ պատմական հղումներ անել։ Բայց արդյոք անհանգստություն հայկական կողմի մոտ, նույն Միացյալ Նահանգների ամերիկյան կողմի մոտ պիտի լինի, որ Ադրբեջանը կարող է հետ քայլ անել օգոստոսի 8-ի պայմանավորվածությունից։ Ընդհանրապես ես կարծում եմ անընդհատ պետք է այդ անհանգստությունը ունենանք, որովհետև գործ ունենք ուրեմն Ալիևի հետ եւ ովքեր պայմանագիր պահող
Չէ, եւ այո, եւ մեզ համար չափազանց կարեւոր է, որպեսզի ամերիկացիները, ովքեր միջնորդ են հանդես եկել որպես եւ նաեւ վկա, իրենք կարողանան հասնել նրան, ուրեմն իրենք ունեն համապատասխան գործիքներ, այսօր երկկողմ ձևաչափով Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջև ահռելի օրակարգ է քննարկվում։ Ես գիտեմ, որ Ադրբեջանը ամեն գնով ուզում է հասնել, որպեսզի 907 բանաձևը առհասարակ որպես օրինագիծ դուրս գա շրջանառությունից, ամերիկացիները չեն համաձայնվում, իդեպ դա պատճառներից մեկն է, որ անընդհատ Ալիևը այս հարցերը օրակարգ է բերում։ Ես գիտեմ, որ ամերիկացիները հետևողականորեն ջանում են, որպեսզի առաջիկա հունվարին հայ-թուրքական սահմանը բացվի, եւ այստեղ եւս Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպեսզի դա եւս հետաձգվի, ու որպես նախապայման դնում են 907 բանաձևի հարցերը։ Եվ մեր դիվանագիտական ջանքերը պետք է այստեղ շատ Երևան, որպեսզի մենք կարողանանք առավելագույնս այս հարցերում հաջողության հասնենք եւ ամերիկացիներին նաեւ ինչու՞ չէ ինչ որ առաջիկա հանդիպումներում ուղղակի բանավոր, եթե պետք է գրավոր ամրագրենք պարտավորություն միմյանց նկատմամբ, միմյանց տարածքային հավակնությունների ուղղակի բացառում, նույնիսկ խոսքի մակարդակում, նույնիսկ պատմական հղումների մակարդակում։ Մեկ այլ հարց է, պարոն Բաբաջանյան, ձեր ասած տրամաբանության մեջ է արդյոք տեղադրվում այն, անհանգստության տրամաբանության մեջ է տեղավորվում այն, որ Ալիևը պարբերաբար խոսում է այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին, որովհետև նույն հայտարարության մեջ նաև որոշակի հատվածով նաև խոսք կար դրա մասին։ Հայկական կողմն ինչ է ասում, որ մենք այս պահին նպատակահարմար չենք գտնում Արցախահայերի վերադարձի իրավունքի մասին խոսելը, որովհետև կստացվի, որ մենք նորից հակամարտության տրամաբանության մեջ ենք մեզ դնում, ինչը մենք չենք ուզում անել։ Ի հակադրություն Ալիևի հայտարարությունների, որ պարբերաբար դրա մասին խոսում է, որ այսպես կոչված ադրբեջանցի փախստականները պիտի վերադառնան։ Ինչ անի հայկական կողմը, ներողություն, ինչպես արձագանքի սրան։ Գիտի մեր հասարակական ներքին տրամադրությունների էությունը եւ կարծում եմ, որ այս հայտարարություններով իհարկե Ալիևը փորձում է մեր նախընտրական այս ժամանակաշրջանում կարևոր դերակատարություն ստանձնել եւ իդեպ ձեր նշած քաղաքական շրջանակները լիուլի օգտվում են այդ հնարավորությունից, Ալիևն էլ նրանց սնունդ է ըստ էության ապահովում, իրենք ամեն օր Ալիևին ցիտելով, հղումներ անելով, խորհրդարաններում, դահլիճներում հարցազրույցներ են տալիս իրենց հեռուստաընկերություններում։ Սա է, Ալիևը փորձում է այդ դերակատարությունը ունենալ եւ կարծես թե ունի այդ դերակատարությունը, ինչքան մենք հնարավորություն տանք նրան ավելի մասնակցել այդ ընտրություններին, այդ քաղաքական շրջանակները ավելիով ուրեմն մասնակից են դարձնելու, չասած որ նա նաև ներքին սպառման դիրքորոշումը որը պետք է լինի, որ ոչ վնասի այս փոխանցությանը, բայց միևնույն ժամանակ կարողանա արգելները հայտնել եւ ինձ համար ընդունելի է իշխանությունները ասում են եկեք ապագային նայենք, ոչ թե պատմական քարտեզներին, որտեղ եթե քարտեզներին նայենք, Ադրբեջանը շատ ավելի վատ վիճակի մեջ պիտի հայտնվի։ Եվ եթե մեր խնդիրը իրապես առաջնայելն ու խաղաղությանն ուղղված ջանքեր գործադրելն է, ուրեմն ոչ թե պետք է գնանք ետ ցարական քարտեզներին հղում անենք, այլ պիտի ապագայում կարողանանք ուրեմն ապագան միասին կառուցել։ Այստեղ հարց են բարձրացնում ընդդիմադիրները, ասում են կեղծ է խաղաղության օրակարգը, խաղաղություն հաստատված չէ, պարոն պատասխան օրինակ ղազախական ցորենի եւ ռուսական ցորենի։ Այս դրա մասին ընդդիմադիրներն ասում են, եթե մենք այդ ցորենը բերում ենք, մենք կախվածության մեջ կարող ենք հայտնվել Ադրբեջանից։ Մենք էլ ենք ընդդիմադիր եւ մենք կողմ ենք, որպեսի ճանապարհները ապաշրջափակվեն եւ մենք կողմ ենք, որպեսի Հայաստանը իր 80% կախվածությունը, ցորենի կախվածությունը Ռուսաստանից բացառապես կախվածությունը հնարավորինս նվազեցնի։ Մենք պիտի դիվերսիֆիկացնենք մեր ցորենի ներկրումը Ղազախստանից, Ուկրաինայից, բայց նաեւ պիտի ձգտենք ամեն գնով ավելացնել ինքնաբավության հարցը, օրինակ 50% պիտի դարձնենք մեր ներքին արտադրությունը ցորենի։ Հետևաբար կարծում եմ, որ ղազախական այս ցորենի ներկրումը ապագայում նաև ուկրաինական ցորենի ներկրումը Ադրբեջանի տարածքով մեզ համար չափազանց մեծ ձեռքբերում է եւ առասարակ գիտեք Ալիևի հայտարարությունները Ադրբեջանը ցանկացած պահի կարող է փակել, եթե ցանկություն ունենա։ Այս դեպքում մենք ինչ ենք անում, ինչ դիվերսիֆիկացիա, ինչ սահմանների բացում, ինչ խաղաղության օրակարգ։ Ուղղակի ձեր նշած շրջանակները իրենց թվում է, որ Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները հավասարազոր են Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին, երբ Ռուսաստան ուղղակի Ադրբեջանին որպես բութ գործիք օգտագործում էր Հայաստանի դեմ։ Մենք շեշտակիորեն փոփոխված հռետորաբանություն ենք տեսնում Ադրբեջանից, մենք տեսնում ենք իրապես Ադրբեջանի կողմից պատրաստակամություն ապագային նայելու,
այո, այսպիսի ելույթները եւ հայտարարությունները չեն օգնում դրան, բայց ես կարծում եմ, որ մենք պիտի վեր կանգնենք դրանից եւ հանուն խաղաղության հաստատման, որտեղ դրա այլընտրանքը ո՞րն է։ Կարող եք ինձ ասել։ Իսկ ո՞րն է օգոստոս 8-ի այլընտրանքը։ Անդիմությունը օրինակ ասած նոյեմբերի 9-ի ձեռք բերած պայմանավորվածությունը։ Նոյեմբերի 9-ը հայկական պետականության կազմաքանդման, հայկական պետականության չեղարկման մասին պայմանավորվածություն է ռուս-թուրքական, ոչ թե ռուս-ադրբեջանական։ Դրա մասին Շոյգուն, Ռուսաստանի պաշտպանության նախարարը ուղիղ հարցազրույցում ասել է, որ իրենք փայլուն օպերացիա են իրականացրել։ Իրենց նպատակը այդ օպերացիայի եղել է հայկական պետականության չեղարկումը։ Ինչի մասին եք խոսում։ Մենք նոյեմբերի 9-ից պիտի ուղղակի մոռանանք այդ փաստաթղթի մասին, պիտի հեռու մնանք դրանից ինչքան հնարավոր է եւ պիտի հենվենք օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների վրա, որտեղ դրա այլընտրանքը հայկական պետականության կազմաքանդումն է։ Մենք այդպիսի ծրագիր չունենք, այդպիսի օրակարգ չունենք, մենք Միացյալ Նահանգների ակտիվ ներգրավմամբ, իսկ Միացյալ Նահանգները արդեն նաև ֆինանսապես մասնակցում է այս ծրագրերում։ Գիտեք, 145 միլիոն դոլարի հատկացում է եղել, արդեն Հայաստանը ստացել է, մասնագիտական խմբեր են այս պահին էլ աշխատում, նոր խմբեր են գալու առաջիկայում պետքարտուղարությունից քաղաքական ուրեմն համաձայնություններ կայացնելու կոնսորցիումի շուրջ համաձայնություններ պիտի լինեն եւ ամենակարևորը պիտի ջանանք հունվարին իրապես իրականություն դարձնել հայ-թուրքական սահմանի բացման հարցերը։ Գիտեք, այս պահին տեխնիկական նաև անձնակազմն է աշխատում, ընդհանրապես ինչ ստանդարտներ պիտի գործեն երկաթուղային եվրոպական, թե սովետական, թե ռուսական, այդտեղ էլ լուրջ քննարկումների հարց կա։ Մենք պիտի ձգտենք եվրոպական գնողունակ շուկային հասանելիություն ունենալ եւ դրան պիտի նպաստեն նաեւ մեր տնտեսվարողների եվրոպական ստանդարտներով ապրանքներ արտադրելու հրամայականը։ Այս ուղղությամբ Հայաստանի կառավարությունը անելիք ունի եւ ես կարծում եմ, որ եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի առանց դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, ուղղակի տրանզիտ ճանապարհ ունենանք եւ դեպի արաբական աշխարհ եւ դեպի եվրոպական շուկա, մեծ համար ահռելի հնարավորություններ կբացվեն եւ կախվածությունը Լարսից շեշտակիորեն կնվազի։ Ու ասեմ, դրանից հետո երբեք Լարսը էլ չի փակվի։ Լավ, գանք այլ հարցի եւ ամփոփիչ եկեղեցականների թեմային։ Դուք գիտեք, այս թեման դեռ շատ ջուր է, ոնց հասկանում ենք, քաշելու։ Իշխանությունը պնդում է, որ սա եկեղեցու դեմ պայքար չէ, որ սա ուղղակի եկեղեցու վերնախավի որոշ սպասավորների դեմ գործողություն է։ Ի հեճուկս սրա ընդդիմադիրները կարծում են, որ սա մեր ինքնության դեմ պայքար է, եկեղեցու դեմ պայքար է։ Դուք գիտեք, որ նաև մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որում ըստ իրենց ձևակերպումների նաև կա հարց հակաեկեղեցական արշավի վերաբերյալ։ Ոնց եք դուք տեսնում այս ամենի հանգուցալուծումը։ Այս խմորը դեռ որքան ջուր է քաշելու։ Ես նաև առանձին եպիսկոպոսների հետ ունեմ շփումներ, անցյալ շաբաթ մոտ 15 եպիսկոպոսներ հայաստանյան թեմերի առաջնորդներ, նաև առանձին պաշտոնյաներ հանդիպել են ամենայն հայոց կաթողիկոսին, առանձին եպիսկոպոսների եւ կարծես արդեն օրակարգում նաև ներքին տրամադրություններ են գեներացվում, որի նպատակը այս իրավիճակի հաղթահարումն է Գարեգին Վեհափառի հեռացմամբ։ Եվ կարծում եմ, որ Գերագույն հոգևոր խորհուրդը, որ մեկնարկել է նախորդին, այդ թվում նաև արտերկրի եպիսկոպոսների ներգրավմամբ բոլորը հասկանում են, որ այս իրավիճակը հատկապես վերջերս սոցիալական մեդիայի հարթակներում հայտնված այդ խայտառակ տեսանյութից հետո եւ դրա վերաբերյալ եկեղեցու խայտառակ անամոթ արձագանքից հետո, այդ թվում նաև այդ տեսանյութի հերոսի եւ նաև այն փաստի, որ ամենայն հայոց կաթողիկոսը չի կախակայել այդ եպիսկոպոսի հետագա պաշտոնավարումը։ Առժամանակ, որպեսզի գոնե այդ մարդկանց զայրույթը կարողանան փոխարենը այլ քահանաների կարգալույց սկսվել է եպիսկոպոսների կողմից այսպես ելույթներ եւ նաեւ այո կարգալույց անելու գործընթացներ, այդ թվում նաեւ Գերագույն հոգևոր խորհրդում այսօր երկու այլ քահանաներին կարգալույց անելու հարց պիտի քննարկվի, ինչը եւս խոսում է այն մասին, որ այս ալիքը շարունակվելու է եւ ես ձեզ ասեմ, որ իմ խորին համոզմամբ միևնույնն է պետք է թողնել, որ եկեղեցի ներսից բարեփոխման անհրաժեշտության գիտակցմամբ սկսի գործել։
Իսկ ես տեսնում եմ, որ եպիսկոպոսները անարձագանք չեն թողնում մեր ժողովրդի այս պահանջները, եկեղեցականները իրենք հասկանում են, որ Գարեգին Վեհափարին չպետք է թույլ տալ, որ ինքը մինչև կտրի կապը այս տրամաբանության մեջ շարունակի գործել, որտեղ մենք չպետք է թույլ տանք եկեղեցու կործանում Վեհափարի հետ։ Վեհափարը կարծում եմ այլևս չունի այլ ընտրանք, քան հեռանալն է, վասն եկեղեցվո, վասն հավատքի, վասն մեր պետության, մեր պետականության եւ ժողովրդի։ Բայց իրենք կարծում են, որ սա հակաեկեղեցական արշավ է։ Իրենք կարծում են, որ իշխանությունները խառնվում են։ Ում նկատի ունեք։ Ես անձնապես եկեղեցական անցյալ ունեմ եւ միշտ զուսպ եմ եղել եւ չեմ խոսել մաքսիմալ կարծել եմ, որ եկեղեցին իր մեջ կգտնի այդ իմաստնությունը, այդ հասունությունը թույլ չտալու, որպեսզի դեպքերը հասնեն այստեղ։ Ամենա վտանգավոր բանը գիտեք որն է, անամոթությունը։ Այն ինչ տեղի է ունեցել հրապարակված այդ տեսանյութերին եկեղեցու ամենաբարձր մակարդակով արձագանքը այդ երևույթներին ինձ այլևս այլ բան չի թողնում, քան Վեհափարին խնդրել, հորդորել, հեռանալ։ Բայց արդյոք Վեհափարի հեռանալով ամբողջությամբ կլուծվի, խնդիրները կլուծվեն եկեղեցու ներսում, եթե դրանք առկա են։ Դրանից հետո ամենակարևորը եկեղեցու ներսում այնքան խնդիր կա, որ Վեհափարի հեռանալով չի լուծվելու, իմ պատկերացմամբ այն եպիսկոպոսները, ովքեր գիտակցում են, որ եկեղեցու կուսակցականացումը կործանարար է եղել այս ընթացքում եւ այս ճանապարհի համար, իրենք կգտնեն լուծումներ եւ իրենք առնվազն 2 տարվա օրինակ պայմանական ժամկետ կսահմանեն, տեղապահ կնշանակվի, ով կաշխատի կանոնագրքի վրա, կանոնական լուծումներ կգտնվեն եւ նոր ընտրություններ կնշանակվեն կաթողիկոսի, որը կլինի այլևս բոլորովին նոր կարգով, նոր սահմանադրության համաձայն եւ բարեփոխումներն էլ չեն ուշանա։ Եկեղեցին խորը բարեփոխումների կարիք ունի, որը պիտի նեցուկ լինի, թիկունք լինի հայկական պետականությանը, Հայաստանի Հանրապետությանը եւ ոչ թե ընդդեմ որևէ ձևով իր հակակրանքը գործող իշխանություններին դրանով պայմանավորած սկսի արշավել հայկական պետականության դեմ։ Եկեղեցին չի կարող լինել պետության դեմ, մեր պարտականությունն է որպես նաեւ քաղաքական դերակատար։ Իրենք չեն ձևակերպում, որ սա պետության դեմ որևէ գործողություն է։ Գործող իշխանությունները ուզենք կամ ոչ, ժողովրդի մեծամասնության քվեն ստացած, մանդատը ստացած իշխանություններ են։ Գործող իշխանությունները ուզենք կամ ոչ, ներկայացնում են հայկական Հայաստանի Հանրապետությունը եւ նրանց վերաբերմունքով իրենք դրանով պայմանավորում են իրենց արշավը։ Չեն սիրում Նիկոլ Փաշինյանին, արշավում են Հայաստանի Հանրապետության դեմ։ Այսօր էլ բազմաթիվ կուսակցություններ արտերկրում դաշնակցությունը, Հայդատի ամբողջ գործունեությունը Հայաստանի դեմ է մի բանով պայմանավորված, որտեղ իրենք չեն կիսում գործող իշխանությունների քաղաքական գիծը եւ ամերիկացիները, եվրոպացիները մեզ հարցնում են, ով են այս մարդիկ։ Այս մարդիկ հայ են թե չէ։ Իրենք որտեղ գնում են Հայաստանի դեմ ուրեմն խնդրանքներ են ներկայացնում պաշտոնյաներին, օրենսդիրներին, գործադիր մարմնի իշխանություններին։ Եվ սա լրջագույն մարտահրավեր է, սա լրջագույն սպառնալիք է մեր ինքնությանը, թե չէ հայ ժողովուրդը երբեք չի կարող ի բնե դեմ լինել հայ եկեղեցուն եւ որևէ կերպ ընդվզել մեր ինքնության դեմ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցը Սարման Բաբաջանյանն էր։ Կհանդիպենք։